Հիմա ասեմ, թե ինչի համար զրկին ինձ Ռուսաստանի քաղաքացիությունից ու գնացի այնտեղ ինչ պարզեցի։ Նոյեմբերն էր 25 թվականի որոշեցի թռնեմ Մոսկվա, որպեսզի պարզեմ ինչ ա եղել։ Թռա հենց Ատամազե դվիճա, հենց сотрудники մոտ, пограничники, ամեն ինչ պարզվեց, ես ինչ կար, ոնց կար, սա պատմեցի, ասի որ ինձ լիշի տնար է, նա պասպորտնես, короче, եկան տարան իրանց սենյակներում 4 ժամ հարցաքննեցին, հեռախոսով, բան, վեշերով, короче, սա տագնու վրա նայեցին, ստուգեցին ու թողին մուտք կարի Ռուսաստան ու հաջորդ օրը գնացի MVD միգրացիոնի, որտեղ որ հենց իմ հարցով են էլի զբաղվում, որտեղ որ այդպես որոշումներ են կայացնում։ Այնտեղ сотрудникների հետ հանդիպա, առաջի հարցը որ ես իրանց տվի, ասի ինչի համար եք ինձ զրկել, ինձ մինչև հիմա պարզ չի, բա դու ոնց ես մտածում ինչի համար, ասի երևի իմ ալիքի պատճառով, որտեղ ես քննադատել եմ Կրեմլի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ, բա դու ճիշտ ուղու վրա ես, իսկ ես 23 թվին խիստ քննադատում էի Կրեմլի վարած քաղաքականությունը, Պուտինին անվանում էի պրոթուրքական, միրատվորցիներին գրում էի, որ միրատվորցիներ չեն, այլ միրապրիտվորցիներ են, որտեղ իրանց ներկայությամբ էթնически զտում եղավ ու մենք կորցրինք Արցախը, չնայած որ ես առաջնահերթ մեղադրում եմ մեր կառավարությանը, բայց դե Ռուսաստանն իր վրա պատասխանատվություն էր վերցրել, խոստումներ էր տվել, թղթի էր ստորագրել, որ обеспечит безопасность ու 20 թվականի պատերազմից հետո հենց Պուտինը ինքը заявил, что типа верните, живите в Арцахе, обеспечим безопасность, ժողովուրդը հավատաց գնաց ու հետո 23 թվին թերին փրտին մրտին ու ժողովուրդը մի կերպ փախավ որ լավ չբնաջնջվեն ու ասի ես այս ամեն ինչը հասկանալով ասի տենալով ոնց կարա չքննադատեի ու ինչ որ բաներ չգրեի ասի զուտ իմ էմոցիաներից հելնելով տեսնելով ասի որպես հայ տղա իմ հայրենակիցների մորթում փրտում են ռուսներն այնտեղ բան չեն անում ասի դրա համար գրել եմ ու ճիշտ եմ արել ասի եթե ժամանակը հետ տայինք ասի նույն բանը էլի հիմա կգրեի բայց ասի ինձ ոչ ոք ոչ ուղղորդել է ոչ ասել է sense գրի բայց դի ռուսաֆոբիա է համարվում դու մեզ այդպես որ գրում ես դի ռուսաֆոբիա է համարվում ասի դի ռուսաֆոբիա չէ ես ռուսազգին շատ լավ հարգում սիրում եմ բայց կառավարությունը որ այդպես խոստումները տալիս չի անում ես դրա համար իրանց զուտ քննադատել եմ ասի ես հիմա 24 ժամ օրը ամեն օր առայժմով մեր ղեկավարության եմ Հայաստանի քննադատում եղավ որ ես ուրեմն արմենաֆոբ եմ ну короче իրանք հասկացան որ դա ռուսաֆոբիա չէր Տոկու մասի հիմա ոնց կարամ ես վաստանավիտ անեմ, բա չես կարող անես վաստանավիտ, կարաս մենակ օրենքերի սահմաններում, այսինքն 3 տարի հետո թղթերը հավաքես ներստաս ու դրանց վաստանով է դիլինետ, ասի օքեյ, хорошо։ Короче, էլ չմնացին դեր մի շաբաթ էր այդ ամեն ինչ տևեց, մի շաբաթ հետո վերադարձա ու ոչ մի բան հիմա ոչ արել եմ, ոչ էլ թուղթ եմ հավաքել, ոչ էլ ուզում եմ վերականգնել